Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ Աստված գիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է գոյը, և ոչ էլ նայելով գործերին ճանաչեցին նրանց ճարտարապետին, այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կամ կրակը, կամ հողմը, կամ արագահոս օդը, կամ աստղերի շրջանները, կամ հորդ ջրերը և կամ երկնային լուսատուները, աշխարհիս արբանյակները։ Եվ եթե դրանց գեղեցկությամբ հրճվելով նրանց աստվածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թե որքան առավել ևս լավ է դրանց Տերը, որովհետև նա, որ գեղեցկության արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։ Իսկ եթե զարմանում են դրանց ուժի և ազդեցության վրա, ապա թող իմանան, թե որքան առավել ևս զորավոր է նա, որ ստեղծել է դրանք, քանզի արարվածների մեծությունից և գեղեցկությունից նույն համեմատությամբ էլ երևում է դրանք արարչագործողը։ Սակայն այդ մարդկանց մեղադրելու տակավին քիչ բան կա, քանի որ թեև մոլորված, բայց նրանք Աստված են որոնել և ուզել են գտնել նրան։ Անդրադառնալով նրա գործերին, քննում և տեսողությամբ հավանելով տեսանելիները, համոզվում են, թե դրանք գեղեցիկ են, բայց նրանք ևս արժանի չեն ներման, որովհետև եթե կարողացան այդքան խելամուտ լինել, որ ընդունակ եղան զննելու աշխարհը, ապա ինչու անմիջապես չկարողացան հայտնաբերել նրա տիրոջը։ Թշվառական են նաև այն մարդիկ, որ մեռյալ իրերի վրա է նրանց հույսը, ովքեր աստվածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին և արծաթը, արվեստի ճարտար կերտվածքները, կենդանիների նմանությունները կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։ Եվ եթե որևէ ատաղծագործ, սղոցելով ինչ-որ գեղեցիկ մի ծառ, վարպետորեն քերել է նրա ողջ կեղևը և կյանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ և պիտանի մի անոթ, իսկ տաշեղը վառել կերակուր պատրաստելու համար և հագեցել, կամ անպետք, խոտելի և ծրտիկ-մրտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խորիմացությամբ և իմաստուն խելամտությամբ ձևավորել, նմանեցրել մարդու կերպարանքին կամ դարձրել անարգ կենդանու ճշգրիտ նմանություն, կրով ծեփել և կարմիր ծնգոյրով ներկել այն, կավով զվաղել նրա բոլոր խորթուբորտ մասերը և նրա համար ըստ արժանվույն տուն շինելով դրել պատի մոտ և ամրացրել երկաթով, զգուշանալով, որ չկործանվի, որովհետև գիտեր, թե նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է և կարոտ օգնության։ Այնուամենայնիվ ամուսնության, որդիների և ունեցվածքի համար մոտենում ու շշնջում է այդ անշունչ կերտվածքին, աղաչում է և չի ամաչում, իր առողջության համար դիմում է այդ ապիկարին, իր կյանքի համար աղերսում է այդ մեռյալին, աղոթում է այդ անկարին, որ թև ու թիկունք լինի իրեն, և նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, ճանապարհորդության, հարստության և գործերի հաջողության համար է խնդրում, և նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով և արգասավորություն։ Դարձյալ, եթե մեկը նաև բարձրանալով կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնության է կանչում այդ փայտին, որն ավելի տկար է, քան նավի տախտակը, քանի որ թեև նավը ստեղծվել է շահի ցանկությունից և ճարտարապետն էլ իմաստությամբ է կառուցել, սակայն քո նախախնամությունն է, Հայր, որ վարում է այն, որովհետև դու ես, որ ծովի մեջ ճանապարհ և ալիքների մեջ ապահով շավիղ ես տվել, ցույց տալով, թե ամեն ինչից կարող ես փրկել մինչև իսկ նրան, ով ծով է մտել նույնիսկ առանց փորձ ունենալու։ Բայց դու կամենում ես, որ քո իմաստության գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին և շրջելով ալիքների վրայով, փրկվում աննշան լաստի շնորհիվ։
Արդարև հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը ապավինելով լաստանավին և ղեկավարվելով քո ձեռքով փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի, քանզի օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին Աստված անվանվեց։ Առհասարակ Աստծուն ատելի են թե ամբարիշտը և թե նրա ամբարշտությունը, որովհետև գործն էլ, գործողն էլ հավասարապես պիտի պատժվեն։ Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար ևս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մեջ նրանք գարշություն են, մարդկանց որդիների համար գայթակղություններ, անզգամների համար ոտքերի որոգայթներ, պոռնկությունը սկիզբ առավ կուռքերի հնարագործությունից, իսկ կյանքի ապականությունը նրանց գյուտից։ Ի սկզբանե դրանք չեն եղել և հավիտյան էլ չեն մնալու, դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտության հետևանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանված։ Իր վաղամեռիկ որդու տարաժան մահվան սգով թախծող մի հայր շինել տվեց նրա արձանը և արդեն մահացած այդ մարդուն մեծարեց որպես Աստված և իր հպատակներին ավանդ թողեց գաղտնի ծեսեր և ընծաներ մատուցել։ Հետո ամբարիշտ այդ սովորությունը մնաց երկար ժամանակ և պահպանվեց որպես օրենք, և բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանվեց։ Իսկ նրանց, որ հեռու բնակվելու պատճառով մարդիկ չէին կարող դեմ առ դեմ պատվել, նույն օրինակով քանդակեցին նրա հեռավոր կերպարը և կերտեցին թագավորի հայտնի պատկերը պատվելու համար, որպեսզի հեռավորին իբրև մոտիկի ողոքեն փութաջանությամբ։ Անգետների մեջ պաշտամունքի տարածմանը նպաստեց արվեստագետ վարպետի փառասիրությունը, և նա շատ արձաններ կերտեց, քանզի նա, թերևս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արվեստով նրա պատկերը քանդակելու իբրև գեղեցկություն, իսկ բազմությունը արվեստագետի գործի հմայքից հրապուրված, նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպես մարդու, այժմ արդեն պաշտամունքի առարկա դարձրեց, և դա էլ դարձավ կյանքի որոգայթ և գայթակղություն, որովհետև ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնությունից դրդված, այժմ արդեն նրա անհաղորդակցելի անունը դրին քարի ու փայտի վրա։ Բավական չէ, որ նրանք մոլորվել էին Աստծու գիտությունից, այլև լինելով անգիտության պայքարի մեջ, դեռ այդ չարիքն էլ խաղաղություն էին կոչում մանկասպան զոհաբերություններ կամ գաղտնի ծեսեր կատարելով և կամ ուրիշ կրոններից մոլեգին անառակություններ վերցնելով։ Նրանք սուրբ չեն պահում ոչ իրենց կյանքը և ոչ էլ ամուսնությունը։ Ընկերը կասկածամտությամբ կամ սպանում է ընկերոջը, կամ թաքուն խաբեությամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։ Եվ խառնիխուռն է ամեն ինչ, արյունը և սպանությունը, գողությունը և նենգությունը, ապականությունը, ուխտադրժությունը, խռովությունը, երդմնազանցությունը, գրգռությունը, բարի երախտիկների մոռացությունը, հոգեպղծությունը, այլասերվածությունը, ամուսնական անառակությունը, շնությունն ու գիջությունը։ Կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հենց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը։ Դրանք պաշտողները եթե ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթե մարգարեանում են, ապա սուտ են, եթե ապրում են, ապա անիրավությամբ, եթե երդվում են, ապա դրժում են իսկույն։ Եվ սուտ են երդվում, քանի որ հույսը դրել են անշունչ կուռքերի վրա, որոնցից պատժի ակնկալություն չունեն։ Արդ նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի հիրավի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին, ունկնդիր լինելով կուռքերին և սուտ երդվեցին կուռքերին արհամարհելով սրբությունը։ Արդարև ոչ թե նրանց զորությունն է
ում երդվեցին, այլ մեղավորներին սահմանված արդար դատաստանն է, որ պատժելու է ամբարիշտներին հանցանքների համար։ Բայց դու Աստվածդ մեր, քաղցր ես և ճշմարիտ, համբերատար ես և ողորմածությամբ ղեկավարում ես բոլորին։ Եթե մեղքել ենք գործում քոնն ենք, որովհետև գիտենք քո զորությունը, բայց չենք մեղանչի, որովհետև գիտենք, որ քեզ ենք պատկանում։ Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ արդարություն է, և քո զորությունը գիտենալը արմատ անմահության։ Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարվեց հնարագիտությունը, և ոչ էլ կարծեցյալ նկարիչների անպտող աշխատանքը, պես գույներով ծեփված այն պատկերները, որոնց տեսքը ցանկալի է անմիտներին և որոնք փափագում են մեռյալ արձանի այդ անշունչ կերպարանքը։ Չարիքի արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր փայփայում են այդ հույսը, նաև թե նրանք, որ կերտում են այդ կուռքերը, թե նրանք, որ փափագում են, և թե նրանք, որ պաշտում են դրանք։ Բրուտը շաղելով փափուկ կավը դնում է պտտվող գործիքի վրա և անոթ է շինում մեր բոլորի կարիքների համար։ Սակայն միևնույն կավից միանման շինված այդ անոթներից թե որն է ծառայելու սրբություններին, որը բոլորովին հակառակ գործերի, թե որն ինչի հարկավոր կլինի, դրա համար նույն կավագործն է դատավորը և հոգածուն։ Եվ իզուր չէ, որ նա նույն կավից Աստված է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծվել է հողից, և քիչ ժամանակ հետո, երբ իր հոգու պարտքը պահանջվի, նույն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։ Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պետք է տքնի, և ոչ էլ այն, որ կարճատև է կյանքը, այլ այն, որ նա ձգտում է մրցել ոսկերիչների և արծաթագործների հետ, նմանվում է պղնձագործներին ու փառք է համարում, որ գարշելի բաներ է շինում։ Նրա սիրտը մոխիր է, հույսը արհամարհելի հող, իսկ նրա կյանքը առավել անարգ է, քան կավը, որովհետև նա չճանաչեց իր ստեղծողին և ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մեջ և իր մեջ փչեց կենդանի հոգի։ Ավելին, նա մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը շահութաբեր տոնավաճառ, քանի որ ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից հարկավոր է բան շահել։ Եվ նա բոլորից էլ լավ գիտի, որ ինքը մեղք է գործում, հողեղեն նյութից դյուրաբեկ անոթներ և կուռքեր շինելով։ Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ոչ աչքերն են պիտանի տեսնելու համար, ոչ ռունգերը օդ շնչելու համար, ոչ ականջները լսելու համար, ոչ էլ ձեռքերի մատները շոշափելու համար, ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ Մարդն է արարել դրանք, մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։ Ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը, քանի որ մահկանացու է և անօրեն ձեռքով մեռյալ գործ է կերտում։ Կերտողն ինքն ավելի լավ է իր պաշտած կուռքերից, որովհետև ինքը կյանք է ունեցել, իսկ նրանք երբեք։ Նաև գարշելի կենդանիներ են պաշտում, ինչն արդեն ծայրահեղ անմտություն է։ Եթե այդ կենդանիները համեմատվեն ուրիշների հետ, ապա ավելի վատթար պիտի համարվեն, որովհետև անասունը չունի այն գեղեցկությունը, որ կարելի է ցանկանալ։ Քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողությունից և նրա օրհնությունից, այդ պատճառով էլ ըստ նրանց նմանության արժանի պատիժ կրեցին, խոշտանգվելով ճիճոների բազմությունից։ Այդ տանջանքների փոխարեն, սակայն, դու դյուրացրիր քո ժողովրդի դրությունը, նրա սաստիկ ցանկության համաձայն, նրա համար լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր։
Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում, իրենց վրա ուղարկված զզվելի անասունների պատճառով հրաժարվեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկությունից։ Մինչդեռ քո ժողովուրդը սակավ ինչ կարիքի մեջ մնալով վայելում էր նոր տեսակի կերակուրներ, քանի որ թշնամիներդ իրենց գործած բռնության համար պետք է անհրաժեշտ կարիքի մեջ ընկնեին, մինչդեռ քո ժողովրդին հարկավոր էր ցույց տալ միայն, թե ինչպես տանջվեցին իր թշնամիները։ Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկությունը հասավ նաև քո ժողովրդի վրա, և մարդիկ մեռնում էին գալարապտույտ օձերի հարվածներից, քո բարկությունը չտևեց այնքան, որ նրանք իսպառ ոչնչանան, այլ որ մի կարճ ժամանակ խռովվեն, որպեսզի խրատվեն և փրկության նշան ունենան հիշելու համար քո օրենքի պատվիրանները։ Եվ ով շրջվում էր նայելու, փրկվում էր ոչ թե իր տեսածի, այլ քո շնորհիվ, որ փրկիչ տես բոլորի։ Դրանով իսկ համոզում էիր մեր թշնամիներին, թե դու ես, որ փրկում ես ամեն չարիքից, որովհետև ոմանց մորեխի և մկների պատուհասները կոտորեցին, և նրանց համար բուժում չգտնվեց, քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջվելու։ Իսկ քո որդիներին թունավոր օձերի ժանիքներն իսկ չհաղթեցին, որովհետև քո ողորմածությունը անջրպետեց որդիներիդ և բուժեց նրանց։ Քո խոսքերը հիշելով նրանք վերստին պատվաստվում և փրկվում էին շուտապույտ, որպեսզի խոր մոռացման մեջ չընկնեն և անպաշտպան չմնան քո բարերարությունից, արդարև նրանց ոչ դեղերը բժշկեցին և ոչ էլ սպեղանիները, այլ քո խոսքն է, Տեր, որ բուժում է ամեն ինչ, քանզի դու ունես կյանքի և մահվան իշխանություն և դու ես դժոխք իջեցնում և հանում։ Մարդը սակայն իր չարությունից է սպանություն գործում և մարմնից դուրս ելած հոգին կրկին ետ չի գալիս, քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։ Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջվեցին քո բասկի զորությամբ, կարկտի նորանձրևներով և անդիմադրելի փոթորիկներով հալածվեցին ու ոչնչացան հրով։ Բայց նորահայտ հրաշքն այն էր, որ ամեն ինչ հանգցնող ջրի մեջ կրակն ավելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում էր արդարների համար։ Երբեմն բոցը մեղմանում էր, որպեսզի ամբարիշտների վրա արձակված գազանները չայրվեն, այլ նրանք տեսնեին, որ խուճապի են մատնվել Աստծո դատաստանից։ Երբեմն էլ ջրի մեջ ավելի ուժեղ էր բորբոքվում կրակի զորությունը, որպեսզի ոչնչացներ մեղանչական երկրի արդյունքները։ Դրա փոխարեն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակրով և նրանց համար առանց իրենց ջանքերի երկնքից պատրաստի հաց տվեցիր, որ բավարարեր բոլորի պահանջն ու հաճելի լիներ յուրաքանչյուրի ճաշակին։ Քո գոյացրած սնունդը ցույց տվեց քո որդիներին քո տված քաղցրությունը նրանց նկատմամբ, և նրանց համը մատակարարվելով ճաշակողներից յուրաքանչյուրին փոխվում էր ամեն մեկի ցանկության համապատասխան։ Ձիունը և սառույցը կրակի դեմ մնում և չէին հալվում, որպեսզի իմանայինք, թե այն կրակը, որ այրվում էր կարկտի մեջ և փայլատակում անձրևի ջրերում, ոչնչացնում է թշնամիների պտուղը, և ընդհակառակը, որպեսզի արդարները կերակրվեին, կրակը կորցնում էր իր զորությունը։ Քո արարածները, քեզ ծառայելով իբրև արարչի, հզորանում են անիրավներին պատժելու ժամանակ և բարերարության դիմաց օրհնվում քեզ վրա հույս դնողներից։ Դրա համար էլ կրակն այն ժամանակ ամեն ինչով փոխված դառնում էր քո ամենափրկիչ պարգևի սպասավորը, քո կարոտյալների ցանկության համաձայն, որպեսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տեր, սովորեն, թե ոչ թե արմատիկների արդյունքներն են մարդուն կերակրում, այլ
քո խոսքն է հավատացյալներին պահում քեզ համար։ Այն, ինչը չէր քայքայվում կրակից, հանկարծակի հալվում էր արևի դույզն ճառագայթներից ջերմանալով, որպեսզի հայտնի դառնա, թե պետք է արեգակի ծագելուց առաջ ելնել քեզ գողություն տալու և աղոթքի կանգնել լույսը բացվելուց առաջ, քանզի անշնորհապարտ մարդու հույսը պիտի հալվի ինչպես ձմռան սառույց և հոսի իբրև անօգուտ ջուր։ Մեծ և անպատմելի են քո դատաստանները, դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորվեցին։ Անօրենները կարծում էին, թե կարող են բռնադատել սուրբ ազգը, մինչդեռ նրանք կապված էին խավարին և երկարատև գիշերով կաշկանդված իրենց հարկի տակ արգելափակված փախստականներ էին նրանք, լքված հավիտենական նախախնամությունից։ Մտածելով, թե իրենց մեղքերը գաղտնի են պահված, նրանք հիմարության անճաճանչ առագաստի ներքո ցրվեցին ծայրաստիճան հիմարացած և խուճապի ու խռովքների մատնված։ Արդարև այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկյուղից։ Նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբյունները, նրանց աչքին անժպիտ ու խոժոռադեմ ցնորքներ էին երևում։ Կրակի և ոչ մի ուժ չկարողացավ լուսավորել մութը, և խարույկից ծնված ոչ մի բորբոք բոց ի վիճակի չեղավ փարատելու տխուր գիշերը։ Նրանց միայն ինքնակես երկյուղալի խարույկ էր երևում, և դրա աներևույթ տեսիլքից զարհուրած, այն, ինչ տեսնում էին, համարում էին առավել ևս մեծ չարիք։ Նրանք ընկնում էին հմայական արվեստի խաբկանքների հավակնոտ մտածումների մեջ և արժանանում թշնամանքով լի կշտամբանքի, որովհետև ովքեր խոստանում էին հիվանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները, իրենք էին բռնվում ծաղրելի երկյուղի այդ աղտով։ Թեպետև նրանց ինչ-որ նորանշան բան չէին զարհուրեցնում, բայց ճիճուների անցնելուց և սողունների շչյունից խուճապահար դողալով մեռնում էին, վախենալով նայել անգամ այդ օդին, որ իշ չէին կարող խուսափել ոչ մի կերպ։ Արդարև երկչոտն ինչ-որ առանձնահատուկ չարություն ունի, որ ինքն է վկայում դատապարտելով իրեն և խղճմտանքից նեղվելով միշտ անհնարինն է կանխազգում, քանի որ երկյուղն այլ բան չէ, քան մտքի օգնականությունից զրկված լինելը։ Եվ քանի դեռ մեկի ներսը վախ կա, փոքր է նրա ակնկալությունը, և շատ են չգիտակցված այն պատճառները, որոնք տանջանքներ են հարուցում։ Նրանք դժոխքի անմատչելի խավարից վրա հասած այդ սոսկալի գիշերը ևս քնեցին սովորական քնով, բայց մերթ սահմռկում էին օրվատեսիլ ցնորքներից, մերթ լքված հոգով վհատության էին մատնվում, քանի որ հանկարծահաս և անակնկալ ահը մերվել էր նրանց, և ով որտեղ էլ գտնվում էր, այնտեղ էլ ցած ընկավ և վախից փակվեց չերկաթապատված բանտի մեջ։ Հողագործ լիներ, թե հովիվ, կամ թե դաշտային ծանր աշխատանքներով զբաղվող գործավոր, ահավոր բռնված ընկնում էր անխուսափելի տագնապի մեջ, քանզի բոլորն էլ կապվել էին խավարի անքակտելի մի շղթայով։ Եթե հողմ էր փչում, կամ եթե թանձրախիտ ոսկերի միջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում, կամ բուռն թափով հոսող հորդ ջրերն էին հորձանք տալիս, կամ գլորվող քարերի սպառնալից դղրդյունն էր լսվում, կամ կայտառ կենդանիների աներևույթ վազքի ոտնաձայն, կամ ահռելի գազանների գոչյուն, կամ լեռների քարանձավներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ, այս ամենը զարհուրեցրեց և հուսալքեց նրանց։ Իսկ ողջ աշխարհը լուսավորվում էր պայծառ լույսով, և ամեն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած, մինչդեռ միայն նրանց վրա էր տարածվում ծանր գիշերը, խավարի այն պատկերը, որի վերջո պատելու էր նրանց, բայց
իրենք իրենց վրա ավելի ծանր էին, քան խավարը։ Բայց մեծ էր լույսը քո սրբերի համար, իսկ նրանք, որ ձայներ էին լսում, սակայն կերպարանքները չէին տեսնում, հենց նրանք էլ երանի էին տալիս սրբերին, որոնք այդպիսի չարչարանքներ չկրեցին։ Սրբերը իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թե անարգում, այլ գոհություն էին մատուցում Աստծուն և թողություն հայցում անցյալում տեղի ունեցածի համար։ Խավարի փոխարեն քո ժողովրդին առաջնորդում էր բոցի սյունը անծանոթ ճանապարհին, որ անվնաս արեգակ էր նրանց համար, իրենց բազմախուռն գաղթի ժամանակ, իսկ անօրեններն արժանի էին լույսից զրկվելու և խավարի մեջ արգելափակվելու, որովհետև արգելքի տակ էին պահում քո որդիներին, որոնց միջոցով անեղծ օրենքի կենաց լույսը պիտի պարգևվեր աշխարհին։ Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին, ու թեև նրանցից մի ընկեցիկ մանուկ փրկեցին, բայց դու որպես պատիժ ոչնչացրիր նրանց բազմաթիվ որդիներին և բոլորին էլ կործանեցիր Հորդահոս ջրերում։ Այդ գիշերը նախագուշակ եղավ մեր հայրերի համար, որպեսզի նրանք հաստատ տեսնելով այն երդումը, որին հավատում էին, սրտանց հրճվեին, և քո ժողովուրդն ակնկալեց ինչպես արդարների փրկությունը, այնպես էլ թշնամիների կորուստը։ Արդարև, ինչով որ պատժեցիր հակառակորդներին, նույն միջոցով էլ քեզ մոտ կանչելով փառավորեցիր մեզ։ Ազնիվների որդիները գաղտնորեն զոհաբերություններ էին կատարում և միաբերան ուխտում սրբության օրենքը, որը պահանջում էր, որ սրբերը հավասարապես հաղորդակից լինեին թե բարիքներին և թե զրկանքներին։ Ուստի այնտեղ ով հայր քաղցր օրհնություններ էին երգում, մինչդեռ հակառակ կողմից հնչում էր թշնամիների խառնաշփոթ բարբառը ու բարձրանում էր սգացող մանուկների խղճալի ձայնը։ Նույն ձևով ծառաները տերերի հետ տանջվեցին, և Ռամիկը թագավորի հետ նույն չարչարանքը կրեց։ Առհասարակ բոլորն էլ նույն մահով մահացած անթիվ անհամար մեռյալներ ունեին, այնպես որ կենդանի մնացածները նույնիսկ բավական չէին թաղելու մեռածներին, որովհետև մի վայրկյանի մեջ կործանվել էր նրանց պատվական սերունդը։ Ու թեև կախարդությունների պատճառով ոչ մի բանի չէին հավատում, բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը, խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։ Եվ մինչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամեն ինչ, և գիշերն արագորեն իր ընթացքը կիսել, երկնային արքայական գահերից ամենազոր քո խոսքը ահեղ ռազմիկի նման հասավ կործանելու այս երկիրը։ Քո անաչառ հրամանը պողպատեսուսեր բերելով և միջամուխ լինելով բոլորին մահ էր պատճառում։ Այնտեղ երկինքն էր քերում, այստեղ հասնում երկրին։ Այն ժամանակ հանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները, անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց, և մեկն այստեղ, մյուսն էլ այլ տեղ կիսամահ ընկած, հայտնի էին դարձնում այն պատճառը, որից մեռնում էին։ Նրանց խռովեցնող այդ երազները նույնն էին նախագուշակում, որպեսզի նրանք չկործանվեին առանց իմանալու, թե ինչու էին չարաչար տանջվում։ Թեև երբեմն արդարներն էլ մատնվեցին մահվան փորձության, և շատերը մահ գտան անապատում, բայց քո բարկությունը երկար չտևեց, որովհետև անարատ մի այր շտապեց իր պաշտամունքի զենքով, աղոթքով և խնկով, հղելով իր ուղերձը քավության համար, կանգնելու քո բարկության դիմաց և վերջ դնելու հարվածներին, դրանով իսկ ցույց տալով, որ ինքը քո ծառան է։ Եվ նա հաղթեց խուռներան բազմությանը ոչ թե մարմնի ուժով կամ զենքի զորությամբ, այլ սոսկ խոսքով հնազանդեցրեց պատժողին, հիշեցնելով հայրերի երդումն ու դաշինքը։
Միմյանց վրա շեղջ կուտակած դիակների մեջ կանգնած, նա դադարեցրեց բարկությունը և ողջերի ու մեռածների միջով ճանապարհ բացեց։ Նրա ծոպավոր պարեգոտի վրա ողջ աշխարհն էր դրվագված, քարաշար թանկագին քարերի վրա քանդակված էր հայրերի փառքը, իսկ նրա գլխի թագի վրա քո մեծությունը։ Դրանից էլ խորշեց կործանիչը և հենց դրանից էլ զարհուրեց, քանզի բավական էր միայն քո բարկության այդ փորձը։ Բայց անողորմ այդ բարկությունը ամբարիշտների վրա տարածվեց մինչև վերջ, քանզի Տերը գիտեր նրանց և նրանց կատարելիք գործերը, թեև նրանք արձակեցին քո ժողովրդին և շտապ ճանապարհեցին, սակայն փոքր-ինչ հետո զղջալով սկսեցին հալածել, որովհետև քանի դեռ նրանք իրենց ծքի մեջ էին և կոծում էին մահացածների գերեզմանների վրա, ուրիշ մի անմիտ խորհուրդ էլ հղացան, նրանց, ում աղաչանքով ճանապարհել էին, սկսեցին հետապնդել որպես փախստականների։ Այդ տագնապը նրանց մղում էր դեպի այն վախճանը, որին արժանի էին իրենք, և այլևս չէին մտաբերում անցյալի դեպքերը, որպեսզի մնացած տանջանքների պատիժները ևս իրենց լռումին հասնեին, քո ժողովուրդը գնար նոր ու սքանչելի ճանապարհով և իր որդիները փառավոր մահ գտնեին, որովհետև արարածներից յուրաքանչյուրը վերստին պիտի նորոգվեր ըստ իր բնության, հնազանդվելով քո հրամաններին։ Եվ որպեսզի քո որդիներն անվնաս մնային, ամպը պիտի ծածկեր բանակը, ջուրը պիտի ցամաքեր, նրա տակից հողի հատակը երևար, կարմիր ծովի մեջ պիտի բացվեր անխափան մի ճանապարհ, իսկ հորդ ջրերի հորձապտույտներից ծաղկավետ մի դաշտ։ Քո ձեռքի հովանու ներքո նրանք միահամուռ անցան այդ տեղից, տեսնելով քո սքանչելի գործերը։ Նրանք կերակրվեցին ձիերի նման և խայտացին գառների պես, օրհնելով քեզ, Տեր, որ փրկեցիր իրենց։ Նրանք տակավին հիշում էին այն դեպքերը, որ տեղի ունեցան իրենց բանտախտության ժամանակ, թե ինչպես անասունների ծնունդների փոխարեն հողը խայթող մոծակներ դուրս բերեց, իսկ գետը ջրային էակների փոխարեն գորտերի բազմություն։ Հետո նաև թռչունի նոր տեսակի ծնունդ տեսան, երբ կերակրվելու ցանկությամբ տենչալի խորտիկներ խնդրեցին։ Նրանց համար որպես մխիթարություն ծովից լորամարգիներ ելան, իսկ մեղավորներին ոչ առանց կանխերև հրաշքների պատիժներ հասան բուռն բարկության կայծակների տեսքով, և նրանք արդարացի չարչարանք կրեցին իրենց չարության համապատասխան, որովհետև խիստ օտարատյաց էին։ Ոմանք եկվոր անծանոթներին չէին ընդունում, իսկ ոմանք էլ բարեգործ հյուրերին ստիպում էին ծառայել իրենց, և ոչ միայն այսքանը, այլև դատաստան է լինելու նրանց համար, ովքեր ատելությամբ էին ընդունում օտարներին, չէ՞ որ նրանք տոնական խնդությամբ օտարականներին ընդունելուց հետո անտեսանելի վիշտ ու չարչարանքներ պատճառեցին նրանց, մինչդեռ սկզբի օրերին հավասարներ էին միմյանց։ Դրա համար էլ կուրությունը հարվածեց նրանց, ինչպես մի ժամանակ այն մարդկանց, որ կանգնել էին արդարի դռանը, նրանց պատեց անշող ու անփարատ խավարը, և նրանցից ամեն մեկն իր դռան ելքն էր փնտրում։ Այսպես ամեն ինչ ըստ պատշաճի փոխեց իր բնությունը, ինչպես նվագարանի յուրաքանչյուր եղանակն է փոխում իր բնույթը, սակայն միշտ նվագի նույն հնչյուններն են մնում ստեղծված նույն ձայնեղանակի համար։ Այս բանը ճշմարտորեն կարելի է նկատել գոյերի փոփոխությունից, չէ՞ որ ցամաքային կենդանիները տեղափոխվում էին ջրերի մեջ, իսկ ջրային կենդանիները վերադառնում էին ցամաք։ Կրակն իր զորությամբ հաղթում էր ջրին, իսկ ջուրը մորանում էր իր մարիչ բնությունը։ Բոցերը չէին այրում սպառում թափառող անասունների դյուրավառ մարմինները և ոչ էլ հալում էին սառցանման և դյուրահալ անուշ կերակրի տեսակը։ Արդարև, ամեն ինչում դու բարձրացրիր և փառավորեցիր քո ժողովրդին, Տեր, և ամեն ժամ ու ամենուրեք
անտես չարեցիր նրան քո պաշտպանությամբ։